Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել Հայաստանի նախագահի ընտրություններին, որովհետև Ղարաբաղ պետություն գոյություն չունի։ 1998-ի այսօրն այս մասին հայտարարում է ԿՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը։ Վերջինս ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանն ունի Հայաստանի քաղաքացիություն։ 1998-ի այսօրերին Ստեփանակերտում նշում են Ղարաբաղյան շարժման 10 տարին։ Հանդիսավոր միջոցառմանը Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Վազգեն Սարգսյանին շնորհում է Արցախի հերոսի կոչում։ Ղարաբաղում է նաև ռուս գեներալ Ալեքսանդր Լեբեդը, Ադրբեջանը բողոքում է։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը 1998-ի փետրվարի այսօրերին հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում է, որտեղից սկսվել է Ղարաբաղյան շարժումը։ Այստեղ Քոչարյանն արդարացնում է նախորդ իշխանություններին Հայաստանում առկա խնդիրների համար։ Ամենից լավ ղեկավարներ այս անցումային շրջանում չէր կարող առանց խնդիրների անցնել այս ժամանակաշրջանը։ Մի պետություն է քանդվել, ամբողջ կապերը խզվեց։ Այստեղ մարդիկ բողոքում են իրենց սոցիալական վատ վիճակից։ Որջ հուսահատված մարդ ես։ Այդ նման տրամադրությունով այս ձեռնարկությունը չի աշխատում։ Բացի Աստծուց, կառավարությունից եւ այլ, մի քիչ էլ սեփական ուժերի վրա պետք է մեր հույսը դնենք, ճիշտ է։ Ուժ ունենք, չէ՞։ Բայց այդքան բողոքել կլինի։ Փոխվել է, կյանք փոխվում է։ 2000-ի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Սարդարապատում վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ազգային ժողովի խմբակցությունների հետ։ Վազգեն Սարգսյանի եղբայրն ուզում է կրճատել պետական ապարատը։ Պետական ապարատի կրճատում է։ Ունի բացասական եւ դրական միտում, բայց ամենայն դեպս այսօր պետական ապարատը իրականից ուռճացված է։ Առաջարկում է, վարչապետն առաջարկում է, բերեք մի կոնկրետ առաջարկներ։ 2000-ի փետրվարի 22-ին Հանրապետական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին բացատրում է, թե նախորդ օրվա գիշերը կառավարությունում ինչ նկատի ուներ վարչապետ Արամ Սարգսյանը, երբ ասում էր, որ որոշ նախարարներ պետք է հեռացվեն։ Կառավարության փոփոխություն տեղի չունի, տեղի ունենում նախարարների փոփոխություն, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ մնում է։ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը դեռ պարզ չէ սպասվող պաշտոնանկությունների վերաբերյալ։ Կամերգամի խորհրդակցությունները դեռ մենք չենք ավարտել եւ չի հանձնվել նախագահին, բնականաբար տեղեկատվություններ չկան։ Առանց պետհամարանիշների սպիտակ գազելները 2000-ի այսօրերին իրականացնում են Երևան-Էջմիածին երթուղու ուղևորափոխադրումները։ Երևանում նրանք կայանում են Մաշտոցի 9 շենքի մոտ, որտեղ ավտոկանգար պարզապես չկա։ Ովքեր են այս երթուղու վարորդները, ոչ մեկին հայտնի չէ։ Շաբաթը 2 անգամ հարկային տեսչության եւ պետատեսչության աշխատակիցների հետ ստուգումներ ենք անցկացնում, ռեյդեր ենք անցկացնում եւ այդ ռեյդերի ընթացքում հայտնաբերված փոխադրողներին խիստ վարչական ուժի պաշտպանության ենք ենթարկում, որոնք հայտնվել են։ Այս երթուղու սպասարկման մի մրցույթ ձախողվել է, առջևում նոր մրցույթ է։ 2000-ի այսօրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական բարձր պարգևներ է հանձնում հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին։ Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվում է ազգային հերոսի կոչում։ Վազգեն Սարգսյանի մայրը պարգևը վերցնում է արցունքն աչքերին։ Բոլոր հարազատ